Որ իրավական ճանապարհային երթևեկության մասին գիտակցություն թողածով դուք կարող եք մեքենան տալ, բայց այս մեքենան ժամանակ ավելին մեքենան նույն հոդվածով 18-րդ հոդվածի առաջին մասը մի խոսքով ասեք, որ պատվերը նոր է իջել, նոր եք եկել, հստակ ասեք էլի, ինչի չեք ասում։ առաջին մասը ժառանգելը տալիս է, մեքենա տեխնիկական սերվիսը տեղափոխում եք հատուկ պահպանող տարած, բայց դեպքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ վերասարքավորված կամ վերահաշվառված չի։ Եթե թեկուզ ինքը տեսեք, նմանատիպ մոդեցում եք ցուցաբերում դուք ցանկացած հարցով նմանատիպ դեպքեր։ Բոլոր մեքենաները եթե տեղզինություն ունեն, տեղափոխում եք հատուկ պահպանող։ Ես ասացի, չէ, իմ հարցին պատասխան։ բոլոր մեքենաները տեղափոխում եք հատուկ պահպանող տարածք, վերասարքավորված տրանսպորտային միջոց տեղափոխում եք հատուկ Բա նշում էր տեղզինություն։ Ավելեմ այլ խնդրի մասի է։ Հարցանագրեք բացած կերպով, հարցանագրություն իրականացրեք, եթե մեղավոր եք, խնդիր չկա, եթե մեղավոր չեք, հարց կարգի, ինչու՞ն է խնդիր, ինչի համար տեղափոխում։ Բայց հետաքրքիր է, դուք կներեք էլի, ես մի հարց տանցես։ Իրավական ակտն էլ ասեցինք, հոդվածն էլ ասեցինք, մեկարն էլ ասեցինք։ Կներեք, դուք որտեղից եք։ Ես։ Հա, դուք Գյումրիից չեք։ Իմ բնակության Այո։ Մեծ։ Ստեղ էլ ծառայություն եք իրականացնում։ Բա ոնց որ հիմա նոր եկաք։ Չէ։ Ուղղակի հետաքրքիր է, խնդրում եմ ներկայացեք, մեկ վայրկյան։ Պարակային ծառայությունը Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավակ տեսություն է։ Հիմա նոր տեսակ դուք ես խնդիրը, ու այս մեքենան կմվել է հենց սրահապատ վիճակով։ Ոչ, թե ասեք, որ ինչ-որ ժամանակը հասավ այն ժամանակ, երբ որ Երևանից հարձակումը սկսեց Գյումրու քաղաքապետի վրա։ Ոչ, ասեք, որ հիմա եք ստացել պատվերը գործելու։ Էլի գործողությունները հիմա դուք գսեք որ այդտեղ չկա, մենք փոփոխենք, չէ՞, այսինքն տանիք մռուն տանք, չէ՞ որ թերությունն է ու բայց մեքենան բդի չտանիք մռուն հասցնեք, որ մի գսեք տեղափոխեք պահպանվող վայր։ Բայց մռուն բդի չուզեք էզուց այդ մեքենան, բերեք որ եթե ո՞րն է, հենց մենք ուզեք ելեք բոլորովս կուզեք եք տանք մռուն։ Դիմենք դոկտոր ջան, սեք ուղղակ ձեր սխալորս մարդիկ են մեզի չկայնացնեն, ինքն է իրանք էլ վատերության մեջ չեն, մենք էլ։ Հիմա կարգին ասում, տրանսպորտային միջոցը վերասարքավորված լինելու դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնավոր կասություն հոդվածով հստակ սահմանվում որ տրանսպորտային միջոցը հետագաշահագործությունը կասեցնում է ես գործողությունների ընթացքը ասեցի դուք էլ եք տեղյակ չէ ես գործողությունների ընթացքը ասում մեքենան բերեք որ մենք մամ զննենք որ դերենք բրոնապատ է մեքենան չէ՞ կմի ես չեմ ասում մենք տանում ենք որ զննենք որ դերենք բրոնապատ մենք մռուն սխալ է դեպքում մենք էլ դերտակ այդ սխալի հետևից որ ուղեք կերտանք մռուն կդիմեք ելեք սաղը սերտանք եսեք ուզեմ կամ մռուն բաները նա կարգավորեք Համեք գործողությունը չէ, դա այն ճշմարտությունն է, որ հասնեք այսպես բաներ, դուք էլ վատ դրության մեջ չգնիք։ Այս ասեք, հա, իմը մենք տրանսպորտային միջոցը, վերասարքավորված տրանսպորտային միջոցը, պարտավոր տրանսպորտային միջոցը։ Բոլիքի բացակ որ դերապատում։ Հատուկ պարտավոր տրանսպորտային միջոցը դուք ձեր գործողությունների մեքենան կվերցնեք կամ եթե կարիք կլինի այդ ընթացքում մեքենան տեղափոխել Հասարման քննական կենտրոն գուցե կարիք չլինի, չգիտեմ, կարիք լինելու թե չէ։ Բայց ո՞նց է կանցել։ Գուցե իր անձնագրով ես օրինակ տարբերակ եմ ասում, որ կարող իր անձնագրով ինքը բռնապատ լինի, թե վկայագրի խնդիր է։ Գուցե տանեք այդ անձնագրով ուղղեք, ես չգիտեմ ոնց ուղղեք։ Բայց այս պահին մեր գործողությունները ենթադրում են օրենքով սահմանված կարգով մենք պարտավոր ենք մեքենան տեղափոխել հատուկ պահպանող տարածք, մինչև խնդրի վերացումը։ Ինչպես որ ես պասպորտի մեջ սավտեի քաշը կերած ես ստանդարտին չէ ուղղակի պատահական հրաման Չէ հենց որոշումը ուրա որ հրաման կար
Զանգահարի քեշերն ստուգնել, գնաց վերջերն նորը։ Շոուտ է դա ավտորիցիա պասպորտ։ Չէ, ներով։ Բաչեք, տանիք տոնիկ, ուրեմն պետք է Ես մի մեքենայի մեջից 4 հոգի են իջել։ Կներեք, ես մի մեքենայի մեջից 4 հոգի է իջել։ Չէ, մի քանի մեքենայով եք։ Հարզ է, պատվերի հոդը շատ ակնհայտ կա։ Ֆիքսում ենք, որ այս մեքենան էլ է եղել։ Այս համարով 443 CL61, այսինքն որս են սկսել մեքենայի նկատմամբ, քաղաքյունու քաղաքապետի, այս երկու մեքենայով կանգնեցրել են և մյուսն է սա է։ Ես էլ մահապորցի կատարողները ինչերսով բացահայտված չեն։ Եթե քաղաքապետի որևէ մեկի նկատմամբ այս ընթացքում որևէ կերպ մահապորցի նշան, նշույլ անգամ ստեղծվի, ամբողջ պատասխանատվությունը կգցի ձեր վրա, որ պետի վրա, մի տակ գրավոր դրվի, կդանք ստորագրի։ Ինչի կստորագրի։ Որտեղ դերապատ մեքենան քաղաքապետին է ծառայում պետության կողմից տրված։ Եվ ասում եմ, մինչև այսօր մահապորցանողները բացահայտված չեն, որից մեկի զոհը ես եմ։ Եվ 4 ամուսնուներ տղաներ, եւ Տիգրան։ Դրա համար այս մեքենայով մեկ քաղաքապետը շրջում է։ Եթե որևէ բան պատա, մեքենան պահեցի կանտերի, կամ չգիտեմ ինչի։ Կանտերի։ Մի սպասի ես քեզ ասում եմ, դրա երևույթը, դրա պատճառից դուրս եկող հետևանքների ամբողջ պատասխանատվություն դուք կրելու եք, ձեր ամբողջ կառույցը։ Հիմի կստորագրեք նման փաստաթուղթ, դուք մեքենան պատրաստեք փաստաթուղթը։ Ինչ փաստաթուղթ։ Ես ինչի մասին եմ ասում։ Մենք նման փաստաթուղթ ստորագրելու որևէ պարտավորություն չունենք։ Բայց դուք կյանքի տեղափոխում եք հատուկ կարգով։ Օրենքով սահմանված կարգով։ Օրենքով սահմանված կարգով, ես էլ քեզ ասում եմ, այս օրենքով սահմանված կարգի դիմաց կա ինչ։ Նորից քեզ ասում եմ, ուրեմն մահապորց արվել է բացահայտված չէ մահապորց անողները։ Կյանքին վտանգ սպառնալու դեպքում, վտանգ սպառնալու դեպքում, կյանքին վտանգ սպառնալու դեպքում Հայաստանի պետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի դիմի համապատասխան։ Եթե մահացանք ոչ թե տվյալ մարդը մահացավ ոչ թե օրենքը մի բացատրի։ Մեր ընկերների դեռ այրեր մնացել։ Այդ իրավիճակը արվելուց հետո որևէ մեկը դիմելու օգուտը չկա։ Ես քեզ ասում եմ պատասխանատվությունը, ես ասում եմ ինչ անհատական, ես ասում եմ պատասխանատվությունը դեպի ձեր վրա, բոլորի վրա։ Եթե հանգարտ այդ ընթացքում մեքենան որ օրենքով է պատասխանատվությունը, այն օրենքով ես Դուք եք տանողը։ Դուք եք տանողը։ Այսօր մեր մահապորցանողները բացահայտված չեն։ Մեկ անգամ է գեզին են տապալել։ Մեկ անգամ է գեզին տապալեցին։ Այո, դերմի զեկուցեք ձեր բան Մարտիրոսյանին ասեք, ես Մարտիրոսյանին եթե ուզում ես Հիմի ես ինքս կասեմ։ Ասեք, դուք սպասեք։ Հարգելիս տեխնիկական վկայագիր վերադասնեք։ Արգելի ժողովուրդ, արձանագրենք այս պահին, որ ոստիկանության այս աշխատակիցները երկու մեքենայով վաղ առավոտից հարձակվել են Գյումրու քաղաքապետի մեքենայի վրա, որը շահագործվում է 2008 թվականից, 2007 թվականից եւ կապվում է Գյումրու քաղաքապետի նկատմամբ իրականացած մահապորցի չբացահայտման հետ, այսինքն զրահապատ մեքենան ծառայում է այդ նպատակին։ Հիմա ոստիկաններն եկել են, ինչ որ պատճառներ են հիմա նոր հայտնաբերում, որ այս մեքենան պիտի տանեն, ոնց է կոչվում իրենց մոտ,
չգիտեմ ինչ հրաբարակ, արձանագրենք, որ սա հերթական հարձակումն է և փաստացի քաղաքական ոնց որ պատվերի շարունակությունն է։ Սա փաստորեն հերթական անգամ վկայում է, որ 2007 թվականի հանցագործության չբացահայտումը թելադրված է ինչ-ինչ ուժերի կողմից եւ հաշվառնելով փառաքարում տեղի ունեցած սպանությունը համայնքապետի, սա էլ ոնց որ կրկնության պլանավորումն է։ Եթե մարդուն զրգում եք զրահապատ մեքենայից, որից ինքը օգտվել է 2007 թվականից հետո ու հիմա տանում եք, ուրեմն փառաքարի հետ զուգահեռը սպանության համայնքապետի շատ ակնհայտ է դառնում։ Հարգելի ժողովուրդ, արձանագրենք այս ամեն ինչը, ուղղակի տեսնենք մեր սպանձալի ոստիկանները ոնց էին երկու մեքենայով եկել ու կանգնած են, հիմա էլ պնդում են տղեկ կամացել է, ժողովուրդ։ Նույնիսկ ապալել են երկրի, այ են մնացել, որոշ մարդկանց։ Հիմա տեսնենք, թե ինչ է որոշվել, սպասում ենք։ Եթե տանում են, փաստորեն հերթական անգամ թիրախավորում են քաղաքապետին, որովհետև մարդը ճիշտ է, ուրեմն օգտվում է մեքենայից, կարող է ուրեմն նորից թիրախավորվել եւ ոստիկանությունը փաստացի իրավապահ համակարգը ոչինչ չի արել, մինչեւ այսօր հիմա էլ չի պատրաստվում, ինչպես տեսնում եք, բացի մեքենայի նկատմամբ հիմա էլ ռեպրեսիա իրականացնելուց այլ բան անել։ Ֆիքսենք։ Դե հա խրախուսվում է, երեք ակրվեց, չեմ ամուլում, որ նոր մեթոդներ են մշակում Գյումրու քաղաքապետի դեմ։ Սա երևի այդ նոր մեթոդներից մեկն է, չէ՞, հարգելի ոստիկաններ։ Նոր կամ 5 գործիքով նոր մեթոդներ, նոր մեթոդով 5 գործիքներ, չգիտեմ, ոնց են իրենք աշխատում։ Այս մեքենան էլ անընդհատ բանը պատմոգա է մանկա, ֆռում է, էլի հրաբարակով մենք։